Արի մոտս արի։ Որ փոքրիկ Ռաֆայելը ողջ է, հրաշքի սկիզբն է միայն։ 1 տարուց ավելի բժիշկների հետ միասին իր սեփական կյանքի համար պայքարում է նաև այս փոքրամարմին, բայց մեծ ուժ ունեցող տղան։ Բազմակի զարգացման արատների հետ մեկտեղ Ռաֆայելի մոտ իծնե կերակրափողի բացակայություն կա, կյանքի հետ անհամատեղելի արատ, որին մինչ այսօր փոքրիկը հաղթում է։ Այստեղ կերակրափողը, որ ասում եք դուրս է բացված։ Ռաֆայելին լույս աշխարհ բերելուց հետո ծնողները նրանից հրաժարվել են, բժիշկները ոչ։ Կյանքի ու մահվան պայքարում առաջին իսկ օրերից փոքրիկի կողքին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի մասնագետներն են։ Դեռ այն ժամանակ տղայի ստամոքսում խողովակ էին տեղադրել նրան սնելու համար, այդպես ապրել է մինչ այսօր։ Ինքը ամբողջ իր սնունդը ստացել է բանով, տեղից երեխան տուժած, լուրջ ծանր արատով ծնված, ընտանիքի կողմից թողնված եւ մանկատանը մեծացվող երեխային մաքսիմում ինչ որ հնարավոր էր այս աշխարհի վրա կատարել, փորձում ենք մենք ներդնել եւ օգնել երեխային ապրել։ Մայր Թերեզա միսիոներների մանկատանն են մինչ հիմա խնամել փոքրիկին, կյանքի կարևորագույն փուլում դարձյալ փոքրիկի կողքին են։ Նոր վիրահատություն է սպասվում։ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի մասնագետները երեխային լիարժեք կյանք նվիրելու համար ոլորտի լավագույն մասնագետներից են Հայաստան հրավիրել։ Մոսկվայի գլխավոր մանկական վիրաբույժ աշխարհահռչակ Ալեքսանդր Ռազումովսկին հայ մասնագետների հետ միասին երեխայի հաստաղիքից կերակրափող կստանա։ Ամենակարևորը այս վիրահատությունից կախված ամեն ինչ, որ մենք էլ հուսով ենք, մեր քույրերն էլ օր ու գիշեր աղոթում են դրա համար, մեր աշխատողները եւս, որ ինքը առողջան անպայման։ Վիրահատությունը սկսված է, բարդ, բայց երեխայի կյանքի համար որոշիչ աշխատանքին բժշկական մի ամբողջ թիմ է լցվել։ Вот что я хочу сказать. Даже дома это бывает сложно. Вот в гостях это так кажется, понимаешь, что все одинаково. Давай решить 5 нулей или 4 нуля. Лучше, да, скользкую нитку. Ժամանակակից մեթոդների շնորհիվ նման վիրահատություններից հետո գրեթե բոլորն ապրում են։ Ռաֆայելի դեպքում եւս լիարժեք կյանք վերադառնալու մեծ հույսեր կան։ Վիրահատությունը սկսվելուց 3 ժամ անց վիրահատական ձեռնոցներն հանելուց հետո արդեն աշխարհահռչակ վիրաբույժը խոսեց։ Առաջին քայլը լավ է ստացվել։ Операция закончилась, но это только еще вот начало. Վիրահատությունն ավարտվեց ու հիմա կարևոր է, որ հաստաղիքը լավ արյուն մատակարարի։ Հենց դա է, որ հաճախ ստիպում է վիրաբույժներին անհանգստանալ վիրահատության ժամանակ, բայց այսօր ամեն ինչ լավ ստացվեց։ Այս վիրահատության շնորհիվ երեխային միանգամայն առողջ կդարձնենք, այսինքն նա կուտի եւ կապրի, ինչպես բոլոր երեխաները, եւ դրա համար հարկավոր չեն լինի հատուկ սարքեր, հատուկ դիետաներ։ Որևէ ուտելիք երբևէ բերանը չառած Ռաֆայելը տեսականորեն արդեն այդ անելու հնարավորությունն ունի։ Մի փոքր ժամանակ է միայն հարկավոր ուտել պիտի սովորի։ Մինչ այդ երեխային կկերակրեն հին մեթոդներով, խողովակի միջոցով, բայց միայն մի քանի ամիս։ Ռուսաստանից ժամանած բժիշկը վիրահատության ընթացքում նկատել էր, թեև փոքրիկը ծնողական խնամքից զրկված է, բայց խնամված էր լիարժեքորեն։ Հետևաբար վստահ է, որ հետվիրահատական ընթացքը հայ բժիշկների եւ մանկատան խնամակալների ձեռքերում եւս ապահով է։ Ամբողջ անձնակազմը պատրաստ եւ ամբողջ ուժերը ուզում են ներդնել, որպես այս փոքրիկին, որը ծնվել էր կյանքի հետ անհամատեղելի առատով, սարքել կյանքի հետ համատեղելի եւ ադապտացված կյանքին բոլոր ասպեկտներով։ Այսօր Ռաֆայելը նոր կյանք է սկսում, շուտով կզգա ուտելիքի համը, իսկ ստամոքսից կախված խողովակների մասին գուցե եւ ոչինչ չհիշի, եւ դա միայն բժիշկների հոգատարության շնորհիվ։ Աննա Գրիգորյան, Նարեկ Եղիազարյան, Գառնիկ Նապետյան, այսօր։